Ցեղասպանության 100-ամյակից հետո ուղերձ ստացել էինք Ռուսաստանից։ Այդ ինչի հանկարծ 111-րդ տարում Պուտինը որոշեց դատապարտել ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։ Այսինքն ինքը իրեն դատապարտում էր։ Սա ինչ էր նշանակում։ Իսկ ինչ էր նշանակում։ Ես կարծում եմ նրա խոսքը ուղղված չէր այդքան էլ Հայաստանի Հանրապետություն, նրա խոսքը ավելի շատ ուղղված էր Ադրբեջանին ու Թուրքիային։ Համենայն դեպս։ Որտեղ Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության նախագահից ընդհանրապես որևէ մեկը որևէ գնահատական ոչ էլ ակնկալում էր։ Մենք չգիտենք Ռուսաստանը ինչ քաղաքականություն է վարում, հիմա եթե դատապարտում են, բա ինչու թույլ տվեցին այդ նույն էթնիկ զտումը Արցախում։ Իրենց ձեռքով։ Չէ՞ այդքան բարդություններ հակարի կամուրջը բացել է։ Շմի ահավոր սպառազինությամբ, չգիտեմ, ովքեր էին այնտեղ, որ չէին կարողանում ռուս խաղաղապահները կատարել իրենց խաղաղապահ առաքելությունը։ Դենց վախենալու էին ինչ որ էկոակտիվիստներ։ Ակնհայտ է չէ՞ դա պայմանավորված քաղաքականություն էր։ Հիմա այդ մոտավորապես դառնում են հայկական ժողովրդական ասացվածքի պես գողը բացականչում է բռնեք գողին։ Ինչի մասին է խոսքը։ Այս ամեն ինչի հիմքում գիտեք ինչ է։ Որևէ ուժ չի կարող հիմա վեր կենալ անկախ նրանից թե իր շահերից իր բուն նպատակը ինչ է, իր շահերից բխում է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է։ Գիտեք, այնքան շատ են հիմա այդ հայտարարությունները, որ բոլոր այն ուժերը, որոնք իսկապես իրենց գոյության հիմքում են դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, կարծես արդեն անհարմար են զգում այդ մասին խոսել։ Որտեղ ինքնիշխանությունից խոսում է Ռոբերտ Քոչարյանը, դա ոչ թե նոնսենս է, դա զավեշտ է, մարռազմ է, եթե չասեմ սադիզմ։